Զանգը, որը հնչեց Լոնդոնի ֆոնդային բորսայում, նշանավորեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում, որպես Lion Finance Group-ի մաս։ Ամերիաբանկը, որպես Lion Finance Group-ի մաս, 2026 թվականի մարտին ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի FTSE 100 ինդեքսում, դառնալով առաջին հայկական ընկերությունը, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված 100 խոշորագույն ընկերությունների շարքում։ Այսպիսի կազմակերպությունների գոյությունը Հայաստանում սահմանում է ծառայությունների մատուցման լրիվ ուրիշ ստանդարտներ։ Եվ այդ ստանդարտները ծառայությունների մատուցման, որովհետև բանկերը իրենք սպասարկում են տնտեսությանը, կարծում եմ տնտեսական զարգացման տեսանկյունից էական դեր է ունենալու նոր որակը, նոր պրակտիկան, որովհետև Լոնդոնի ֆոնդային բորսայի ամենավերևի 100 ընկերությունների ցանկում լինելը ոչ միայն նշելու եւ ուրախանալու առիթ է, այլ դա ամենօրյա կատարելագործման նաեւ պահանջ է, որովհետեւ ներդրողները ամեն օր գնահատական են տալիս քեզ։ Ես կարծում եմ, որ Հայաստանը իրոք հիմա այնպիսի իրավիճակում է բոլոր առումներով, որ մենք պետք է ունենանք շատ բարձր նշաձող եւ ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ականատեսենք այդ նշաձողի սահմանմանը։ Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգի հնչեցման արարողությունը խորհրդանշական ավանդույթ է, որին մասնակցում են ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները, ներդրողները եւ հիմնական շահառուները։ 100 խոշորագույն ընկերությունների շարքում հայտնվելը դա մեծ պատիվ է մեզ համար, դա իհարկե ավելացնում է վստահությունը հենց ֆինանսական կառույցի նկատմամբ, այսինքն Ամերիաբանկի նկատմամբ, ինչպես նաև ավելի գրավում է ուշադրություն դեպի Հայաստանի Հանրապետություն որպես զարգացող շուկա, դա մեծ պատասխանատվություն է մեզ համար, որովհետև ավելացնում է մեր հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը եւ պետք է բավարարենք ոչ միայն մեր երկրի ռեգուլատիվ պահանջներին, նաև Լոնդոնի բորսայի կողմից ներկայացվող պահանջներին։ Lion Finance Group-ի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում վկայում է խմբի երկարաժամկետ ռազմավարության եւ կայունաճի նկատմամբ միջազգային ներդրողների մեծ վստահության մասին։ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված լինելը բարձրացնում է ընկերության հեղինակությունը, բրենդի ճանաչելիությունը եւ այս ամենն ամրապնդվում է FTSE 100 ցանկում ներառվելու հաջողությամբ։ Սա լավ լուր է Հայաստանի համար, քանի որ շատ օտարերկրյա ներդրողներ իմանում են Հայաստանի մասին, հասկանում են երկրի մեծ տնտեսական հաջողությունը եւ որ այնտեղ գործում են հեղինակավոր ֆոնդային բորսաներում ցուցակված եւ միջազգային հեղինակություն ունեցող հաստատություններ։ Խմբի առանցքային ռազմավարական առաջնահերթությունն է լավագույնս ծառայել եւ Վրաստանին եւ Հայաստանին, անել ամեն հնարավոր բան երկու երկրների ժողովուրդների համար տնտեսական աճ ապահովելու եւ բոլոր քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու նպատակով։ Այսօր ես անչափ հպարտ եմ, որ այս երկու երկրների բանկերը, որոնք միասին աշխատում եւ համագործակցում են տարածաշրջանում, ընդգրկվել են FTSE 100-ում։ Այս կարևոր իրադարձությունը խմբի եւ դրա անդամների համար նշանավորում է զարգացման նոր փուլ, որի հիմքում երկարաժամկետ ռազմավարական տեսլականն է եւ հաճախորդների համար արժեք ստեղծելու հանձնառությունը։ Սա հրաշալի փորձ է, երբ որ վրացական եւ հայկական բիզնեսները համատեղ ձևավորում են օրակարգ եւ օրակարգը էապես ավելի ամբիցիոզ է, քան իրենք առանձին կարող են իրականացնել, այսինքն ներգրավելով FTSE 100 ինդեքսի մեջ, դա ոչ միայն որակի, այլ նաև որոշակի ֆինանսական ցուցանիշների մասին է վկայում։ Ու ես կարծում եմ, որ մենք պիտի բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի նման հաջողության պատմություններ ավելի շատ ունենանք։ Lion Finance Group-ը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված բանկային խումբ է, որը միավորում է տարածաշրջանի առաջատար հաճախորդակենտրոն թվային հնարավորություններով հագեցած ունիվերսալ բանկերը եւ գործում է իր հիմնական անդամների Վրաստանում Bank of Georgia-ի եւ Հայաստանում Ամերիաբանկի միջոցով։ Գայանե Գաբոյան, Armenpress։